Եվ նայում ենք դուրակ քարտը։ Հա, ծաղրածուն, որը համապատասխանում է Զերվան նամակի հետ, այսինքն գրքին, Զերվան գրքին։ Այս պատկերը ինչ կարող է հիշեցնել։ Զերվանի պատկերը դա առյուծի գլխով մարդ է, հագած շորեր, ուսին ինչ որ բան է կրում։ Իջնում է լեռների անդունդի եզրով, մի ոդկա անդունդի մի եզրին է, իսկ մյուս ոդկը, հա, մյուսի վրա։ Նրա ոտքերը կամուրջ են կազմում անդունդի վրայով։ Դրանց տակ ինչ է անմարմին աշխարհը։ Արկանումը նաև ստուգում է մեր վերաբերմունքը աբսուրդի եւ անիմաստի նկատմամբ։ Սա հենց ինքը տրաս ուշադիր լսեք, ցենդենտալ առեղծված է։ Ծաղրածուն այն մարդն է, ում ծաղրում են եւ լուրջ չեն ընդունում, բայց նա հասկանում է, վերահսկում է ամեն ինչ։ Մենք պետք է դիմադրենք զառանցանքներին, որոնք եկող տարի լինելու են 2026 թվականին, շտարվենք անհեթեթություններով, պահպանենք հումորը, հումորի զգացումը մեր մեջ եւ մեր պարզ միտքը։ Տարին նաեւ կարող է կառավարել դատարկության հրեշտակը, վայուն են ասում։ Նա կարող է այստեղ պարգևատրել այս զառանցանքը դիմացողներին ցանկացած իրավիճակից, քաոսից խուսափելու հնարավորությամբ։ Լսած կլինեք իմ պատմություններում ռուսական Իվանычիկ Դուրաչոկ, հա, Իվան Հիմարի հենց դիրքը, որը տանում է նրան դեպի անիմաստությունից դուրս գալու։ Չեչենական պատերազմը, օրինակ, սպիտակ եղբայրությունը, դուք չեք կարող այստեղ խելացի ալեք լինել։ Նրա համար քաոսային վիճակներ նաև կարող են տիրել ամբողջ աշխարհում, նաև ինչու՞ չէ մեր երկրում կատակլիզմեր, եթե դուք այս տարի ինչ-որ բաներ եք արել, ուրեմն պետք է պատրաստ լինեք այդ քաոսի մաքրմանը։ Շատերի մոտ հնարավոր կլինի նաև այնինչ դուք սխալմամբ, մարդկանց հիմարացնելով կամ մոգության մեջ մտնելով, առիթները տարբեր են, դեգրադացնելով, ինչ-որ գործողություններ եք արել, ուրիշի լույսին կպել եք, ուրիշի ռեպուտացիայի հետ խաղացել եք, հիմարի պես ձեզ պահելով 26 թվականին պատիժը իրեն սպասեցնել չի տալու։ Դա հատուցման մասին է խոսում։ Կալիսո ֆորտունա, ֆորտունան 10 թվանշանը, որտեղ մեկին մենք գումարում ենք 0 եւ ստանում ենք 10։ Եվ դա շատերի համար անսպասելի կարող է լինել։ Այո, կարմիչսկի պատիժների տարի է նաև լինելու, որոնցից դուք չեք խուսափել, այն ինչ դուք